Վերջին տարիներին համացանցում ի հայտ եկավ TikTok հարթակը, որը դարձավ բնակիչներից շատերի առօրյայի մի մասը։ Այն ձգում է բոլորին, մեծից փոքրին։ Համացանցում կարելի է տեսնել 7-ից 8 տարեկան երեխայից մինչև 60 տարեկանի հասնող անձանց։ Սակայն մեր օրերում այն դարձել է անգամ ընտանիքներ քանդելու առիթ։ Ինչն է այս ամենի պատճառը։ Ես արդեն TikTok հարթակում գտնվում եմ երկար ժամանակ, որը ինձ համար շատ հաճելի է։ TikTok-ին մասնաճյուղերը տարբեր ձևի են, այսինքն մարդկա բացասական կողմը կընդունեմ, մարդկա տարականը, մարդկա ուղղակի ընդհանրապես ոչ հայտնի լինելու համար է մտնում։ Օրինակ ես մտել եմ TikTok հարթակ զուտ հայտնիություն ձեռք բերելու համար։ Ու իմ մոտ դա ստացվել է։ Ես շատ ուրախ եմ, որ TikTok հարթակը կա։ Ինչու համար, որովհետև TikTok հարթակ մտել եմ ոչ մարդկանց վիրավորելու կամ մարդկանց մասին վատ բաներ խոսելու, այլ TikTok հարթակ մտել եմ դրա համար, որ մարդկանց ուրախացնել այս դժվարին պահին, որովհետև այս սովորաբարությամբ շատ դժվար է մարդկանց ուրախացնել, բայց իմ մոտս կիսով չափ ստացվում է։ Շատ դրական կարծիքներ եմ լսում, շատ սիրում եւ հարգում են իմ TikTok-յան հարթակի մասնաճյուղը, իմս միայն հումորային է, երկար եւ հումոր։ Իհարկե ունի բացասական կողմը TikTok-ը։ TikTok ունի բացասական կողմը նրա համար, որ դա կապված է մարդկանց հետ, որովհետև յուրաքանչյուր մարդ TikTok-ը վերածում է քաոսի, բայց քանի որ կան մեր հայերի տեսակ, որոշ տեսակներ, որը շատ ահավոր վիճակով են TikTok հարթակ մտնում, հայոյում են, լավ չեն վերաբերվում մարդկանց։ Օրինակ ուղիղ եթերների ժամանակ ես մտել եմ ուղիղ եթեր, եղել են խոսքին վատ կոմենտարիաներ, ես այդքան շատ ուշադրություն չեմ դարձրել։ Եթե ասենք ուշադրություն դարձնեմ, իրենք մտածեն, որ ուրեմն իրենք ինչ-որ մի բան ներկայացնենք, որ ես իրենց վատ կոմենտին պատասխանեմ։ Դրա համար ես շատ անգամ ուշադրություն չեմ դարձրել վատ կոմենտներին։ Այդ համար իմ էֆիրներս անցել է միշտ ուրախ ու հաճելի։ Եթե դու վատ կոմենտարիաներին ուշադրություն կդարձնես, համ քու նասրային կգնի, համ քու աշողիտ նասրային կգնի, համ էլ այդ վատ կոմենտ կարող ինքին լավ կզգա։ Իսկ եթե անդեսես, ինքին գարածին փոշ մնիք։ Այսօրվա տարությամբ ես շատ վատ կոմենտներ չունեմ։ Համեմատած մյուս TikToker-ների հետ։ Ճիշտ է 1000-ից 10 հոգին կրնան վատ կոմենտ գրել, որովհետև դա ուզես չուզես հետի գետման է, ու ես շատ ուշադրություն չեմ դարձնել։ Ինձ համար դա ոնց ասեմ, ոչ մի բան չի ներկայացնում։ Գիտեք ինչ, ուրեմն իմ վիդեոներից տակ կան երեխաների նկարով սայթեր, հատկապես Facebook-ում, որը երեխայի նկարով է ու վատ կոմենտ կգրեն։ Միգուցե դա այդ երեխան չէ, իրենց հենց ծնողներն են կամ իրենց բարեկամներից մեկն է։ Իսկ եթե երեխան է լինում, դա գալիս է ծնողների անդաստիարակությունից։ Իսկ եթե երեխան մտնում է ինչ-որ հարթակ ու ինքն շատ հաճելի է պահում, մարդկանց ուրախացնում է, դա գալիս է ուրեմն ծնողների լավ դաստիարակությունից։ Իսկ եթե մտնում են վատ կոմենտ կգրեն, ուրեմն իրենց ծնողները չգիտեն իրենց երեխան ինչով կզբաղվի։ Դրա համար մեկ-մեկ լինում են դեպքեր, որ երեխաները անձամբ մտնում են եւ վիրավորում են ուրիշներին։ Հետո տագից դուրս գալու համար ասում են, հա ինչ անենք, երեխա է անում է, բայց դու ինչ ես մտածում, այդ ժամանակ հագարակ դեպքում ասենք հերախոսը ձեռքը տալուն, դու իրեն գիրքն ու գերիչը ձեռքը տուր, ինքը բան սորվի, ապագա սորվի, ոչ տեսենք հերախոսը ձեռքը կտակ, ինչ է ձեր գլուխը ազատեք երեխաներից։ Ամենաշատ պատճառ էդի գեոր երեխաները ծնողները ուշադրիչ չեն իրենց երեխաներին։ Ինչու չեն բարում
Զույգերը խելագար Ես էլ չեմ երկում Իմ երկն էլ եմ արել Ինչու չեն պարում Զույգերը խելագար Ես էլ չեմ Նինոց Մինդայում եւս TikTok հարթակում կան շատերը, ոմանք մարդկանց զվարճացնելու, ոմանք շփվելու, ծանոթանալու, ոմանք խոհարարական եւ այլ հմտություններ ձեռք բերելու համար են։ Բայց կան եւ մի հատված, ովքեր մտնում են հարթակ մարդկանց վիրավորելու, վարքաբեկելու ու անգամ արդյունքում բամբասանքներ տարածելու նպատակով։ Ուրեմն TikTok հարթակը մենքան լավ հարթակն է, որ դու կնաս գտնի լավ բարեկամներ, լավ ընկերներ, անգամ մարդիկ եղել են, որ գտել են իրենց հեռավոր բարեկամներուն։ Ես քան որ TikTok-ի մեջ ահագին բավականին ակտիվ եմ, իմ վիդեոներովս, ես մտածում եմ, որ ահագին լավ մարդկանց, ահագին լավ բաներ խորհուրդ կտամ, այսի վերջի հիվանդության ժամանակը բավականին մարդիկ նամանավանդ հայաստանցիք օգտվան այդ վիդեոներովս։ Ժողովուրդ ջան, TikTok հարթակը լավ բան է, բայց TikTok հարթակը ստեղծված է շփման համար։ TikTok հարթակը ստեղծված է գիտելիք ձեռք բերման։ TikTok հարթակը չէ ստեղծված, որ 12-13 տարեկան տեղեքը լեվի սայթեր բանան ու այսեն աբուզամբաղ բաներ գերել են։ Ամենաթերությունն է դիգե։ Այդտեղ ես օրինակ TikTok հարթակում գտել եմ մի հատ խումբ, որտեղ լավ ժողովրդական երգիչներ են։ TikTok հարթակում ես ունիմ ընկերներ, որոնք օպերային երգիչներ են։ TikTok հարթակում կա մի հատ էլի խումբ, որտեղ կարդասանին։ TikTok հարթակում կա մի խումբ, որտեղ ժողովրդին կուտանգը այն գիտելիքը վերնոր կնամսոր անգամ դասագերքերում չգամ։ Շատ լավ բան է TikTok հարթակը, բայց TikTok հարթակում կա այնքան վատ բաներ, չես պատկերացնու, որ կնամ մարդու նագարը քաշեմ, իրեն անուն ազգանունով սայթ բանում, այսքսի աբուզամբաղ այսօրենոր գերել է։ Վերնոր դիք շատ վատ բան է, ու այնտեղ ահագին պրոբլեմներ կառաջանան, վերնոր չի կարելի։ Հորդորից երեխաներ ջան, 10, 11, 12 տարեկան տեղեքը թող դասերով զբաղվին, TikTok-ով չզբաղվին։ Նու ամենամեծ մեղավոր իրան ծանողներն են, տելեֆոնները ձեռքերն իրենք որ լայվ գմեդնի մարդու այդտեղ բարձր խոսին իրան ծանողները չեն ասե դեսուր ես մեդե դու։ TikTok հարթակում բոլորն է կնա մեդնի, կանայք է կնա մեդնի, այնտեղ լավ խոհանոցներ կան, այնտեղ սենք լավ գործվածքներու ձեռքի ճաղ գործելու բաներ կան, այդ ասեղնագործություններ կան, շատ լավ լիքը բաներ կան, տեկյանիկ մարդը ունի, տեկյանիկ մարդն է պետք է զբաղվի, բայց օրինակ մի անգամ մեքանիկ մարդը մոտարապես 50-55 տարեկան էր, իրան հենց նագարով էր, ինձ ես էֆիր կենեի կա, մարդու հետ կխոսեի, ինձ գարեց հարգեստանը դիր, ես այսօր դու կյանիկ մարդ ես բարեեղի մարդու ճաշ է, իմ բենասին չի ես մեդը, դյա։ Համակարգչային հարթակները, այո, ունեն իրենց եւ դրական եւ բացասական հատկանիշները։ Մանավանդ պատանիների շրջանում վերջիններս կարող են առաջացնել լուրջ խնդիրներ։ Այդ իսկ պատճառով հարգելի ծնողներ, խնդրում ենք բոլորին, ուշադրությամբ հետևեք ձեր երեխաների առօրյային ու զբաղվածությանը։ Վատ հետևանքները կարող են լինել անդառնալի։